Սերիալիզացիա, դեսերիալիզացիա, տեսնենք սա իրանից ինչա ներկայացնում։ Մենք նմանատիպ գաղափար անցել ենք, երբ որ binary rewrite ենք անում, ֆորմատիզացիա ենք անում եւ integer-ով ենք պահում արտաքին սարքով, bool-ով ենք պահում, array-ով վեկտորով ենք պահում։ Այդպիսի տեխնոլոգիա binary rewrite-ով մենք ֆորմատը փոխել ենք, որ մեզ հեշտ լինի, որ թե byte-byte այլ բոլոր տիպերից մենակ string-ն ենք բանով, string-ով, string reader-ով, writer-ով մենք արել ենք։ Հիմա կաց հզոր գաղափարախոսություն կա ծրագրավորման մեջ, ու ավելին, հիմա կտեսնենք, որ այս ինչ որ ես մի օրինակ ցույց տամ հնացած կհամարվի եւ նորա դա դուրս եկել security պատճառով, բայց մենք սերիալիզացիան եւ դեսերիալիզացիան ցույց ենք տալի։ Մեզ մոտ դառնանք մեր տեխնոլոգիաներին։ Ունենում ենք class, որևէ կարևոր չի։ Եվ պարզա ինչ որ միտեղ ունենք օբյեկտ։ Դա class-ի օբյեկտ, արդեն նույն բան չեմ գրում։ Մեր class-ը տվյալների մաս ունի, integer, long, կոմպոզիցիա, ասենք ob, ուրիշ class եւ այլն։ Ստացվում է, որ մենք այսպեսի տեխնոլոգիա ունենք մեզ մոտ եւ խնդիր առաջանում։ Եթե այս օբյեկտը ուզում եմ io անեմ, այսինքն օբյեկտ A-ը ուզում եմ արտաքին սարք տանել, ինչա մեզ առանձնահատուկ մաս մի հատ binary-ով, ոնց որ մի քիչ առաջ ասի, binary-ով սա պետք է անեմ, binary-ով սա, սա այսինքն OBA-ի an binary-ով անեմ, որ integer-ա, OBA-ի, ասենք B-ին double-ը ենթադրենք, էլի binary-ով անեմ, այո, կարող է։ Սակայն սա փոխարեն կա մի հատ շատ լավ տեխնոլոգիա, որ ասում է ամբողջ օբյեկտը վերցնել, այսինքն OBA-ը ես ցանկանամ ամբողջությամբ իր տվյալներով պահել արտաքին մասում, թող լինի ֆայլ, եւ կարդալ արտաքինից մասից, այսինքն օբյեկտները ես մուտքել կատարեմ բանով, օբյեկտների միջոցով։ Ինչ է ստացվում, որ ես hard disk-ում կարող եմ այս ամբողջը, այս սրանք, իվարկյան, այս ամբողջ օբյեկտները, այս օբյեկտի միջոցով պահեմ որևէ ֆայլի տակ եւ սա անվանենք սերիալիզացիա, ասինքն սերիալիզեր կգնի, սերիալիզացիա, սրա հակառակը գնի դեսերիալիզացիա։ Այսինքն կարդում ենք կոչվում է սերիալիզացիա, սերիալիզացիա նշանակում է հաջորդաբար երևի այս տվյալների իր հետևից էլի զեբրի օրենքը կաշխատի, որ այն զեբրի, որը որ փողոցը անցնում ենք, մուտքելքի գլխավոր տեխնոլոգիան է, որ դուք փողոցը իրավունք չանեք RAM-ի պես անցնել, պետք է անցնեք input-output զեբրով, այսինքն իր հետևից բայթային տարածքով։ Ինչևից է։ Մենք կունենանք այդպիսի տեխնոլոգիա, որը մեզ թույլ կտա սերիալիզացիա եւ դեսերիալիզացիա կատարել, այսինքն մեզ մոտ մուտքելքը օբյեկտի մակարդակով հեշտացված է եւ սերիալիզացիա, դեսերիալիզացիա, այսինքն մուտքելք են կատարում։ Մոտենանք մեր լեկցիային, տեսնենք ինչ խնդրեմ կարող է ունենալ։ Սերիալիզացիայի ժամանակ այս գրաֆ օբյեկտների պետք է անպայման հիշել, թե ժառանգականություն կա։ Նույնիսկ գծային հաջորդականությունների մի քիչ առաջ ասի վերացում է եւ ինքը նույնիսկ հիշում է, թե ժառանգականությունը կա, բայց ժառանգականության ժամանակ ինքը ոչ իզն է վերցնում, ոչ հեզը, այսինքն պատկանում է այս ընտանիքին դա ժառանգականությունը, ընդգրկումը դա կոմպոզիցիան է, ոչ նոր գրաֆ է հայտարարում, որը կապվածության object-oriented analysis design-ում շատ լավ տված է, ասոցիատիվ կապվածություն է կոչվում, ոնց որ մի օբյեկտը մյուսին կապված է, ուզում է կապվածությունը լինում է մեկը մեկի, մեկը բոլորի եւ այլն։ Այո, ստացվում է, որ ոչ ժառանգության կոմպոզիցիայի օրենքներով դա լավ չի։ Պարզա, եթե հանկարծ մուտքելքը չի բավարարվում, ինքը exception ունի, class-ը խնդրեմ, եւ ավելին, մեր class-ի վրա վերջապես
մենք եւս մի ատրիբուտի կիրառում անցանք։ Կոմպոնենտներից անցել ենք ատրիբուտ, մենք այդ ատրիբուտներով շատ գործողություններ ենք արել, հիմա էլ մենք սերիալիզացիա ենք անում։ Այսինքն այն ժամանակ սինխրոնիզացիա արեցինք զուգահեռություն բլոկ պահելու համար, այսինքն տվյալները կոնկուրենցիայի մեջ պահելու համար, չվնասվելու համար։ Այո, սպիսիֆիկ ատրիբուտ ենք ունենալու։ Այն անդամը, որը որ չեք ուզում սերիալիզացիա, նոն սերիալիզետ եք դնում։ Եվ շատ կարևոր բան, որը վերջերս եմ դրել, DeepSeek-ի դուրս գալուց հետո, եւ առաջարկում եմ բացարձակ դուք էլ օգտվեք GPT կամ DeepSeek-ից, անպայման լավագույն դասախոսը ձեր լավագույն ընկերն է։ Գրքեր կարդալուց հանումը ավելի հետաքրքիր աշխարհ է պահպանվում։ Տեսեք, բեսացել նայեցին տալիս, որը պահվել է արտաքին սպիչավայրում, հետ կարդալ։ Ուղղակի ասել եմ եւս մի անգամ լեկցիան կարդացի։ Իմաստ չուներ։ Binary formatter class-ը մեր սիրելիզի այսօրվա օրինակն է, այսօրվա չէ, հենց այս պահի։ Binary formatter-ը binary տեխնոլոգիայի բառից արդեն անցել են, քիչ առաջ նշեցի, binary write եղել է, որը որ տիպիզացված մենք բան գրեցինք, ֆայլ գրեցինք, տիպերը, հատ-հատ։ Հիմա, եթե ես ուզում եմ օբյեկտ գրեմ, մի շատ մեխանիզմներ կա։ Այդ մեխանիզմներից մեկը binary format class-ն է։ Սակայն ես վերջերս եմ եկել, DeepSeek-ը նոր է դուրս եկել։ Ես DeepSeek-ին տվեցի, լավ, ինչու framework-ով է հիմա աշխատում, այս նոր է, մի 6 ամիս է, որ մենակ framework-ով է աշխատում։ Ինքը եւ core-ով էր աշխատում, եւ framework-ով։ DeepSeek-ը ինձ պատասխանեց, եկեք կարդամ, մի հոյակապ ձևով է գրել, որ նույնիսկ այդտեղ չարժի բացատրության մտնել։ Binary format-ը համարվում է անվտանգության ռիսկ ունեցող գործիք։ Այսինքն այս ֆորմատերով դրա համար, քանի որ այն կարող օգտագործել հարձակումների համար, ոչ հակերները կարան մտնեն ձեր ծրագրի մեջ։ Քանի որ ծրագրի սերիալիզացիան առաջ սովորական input-output hard disk է, իսկ հիմա ցանց ինտերնետ ճանապարհ եւ գողություն։ Ցանց ինտերնետ եւ ճանապարհ գողություններ անում են JavaScript-ով, JSON-ով կամ XML-ով, ապա հարց առաջանում, ֆորմատերով գրածը JSON-ը պետք է ավելի ապահովագրացնի կամ XML-ով, քան սովորական binary ֆորմատը։ Binary ֆորմատը վտանգի տակ է գտնում։ Այդ պատճառով DeepSeek-ն է գրում լավագույն դասախոսն։ Microsoft-ը խորհուրդ է տալիս օգտագործել ավելի անվտանգ մեթոդներ, ինչպիսին են JSON-ը, մյուս դասն ոնց որ XML սերիալիզացիան մեզ մոտ հիմա կա։ Ինք խորհուրդ է տալիս հարմարվել համաշխարհային ցանցային ինֆորմացիայի փոխանակման եւ security-ի տեխնոլոգիաների։ Դրա համար մեզ մոտ սա framework-ով կաշխատի։ Ես framework-ը հիմա կկանչեմ մի վարքյան եւ բարձակ շարունակեմ նաեւ դրա ցուցադրումը։ Մի վարքյան տեստեմ, ահա։ Create ապահովություն կլինի framework next եւ այլն։ Շատ լավ, հիմա ես այդտեղից կոպիա կանեմ, class-ս իր serializable-ով, քանի որ այնտեղ main-ով է գալիս, այդտեղ core-ով է գրված, պարզա ես մի քիչ չարչարվելու եմ, իմ չարչարանքը ինձ չի խանգարում, class-ը namespace-ում կարող եմ ցանկացած տեղ ավելացնել, a class-ը այս namespace-ում այս framework-ը ուրեմն main-ով աշխատում, main-ում էլ կարող ավելացնեմ կոդը, մի քիչ տեսողական ցանկալի չի։ Եվ այս մասը։ Եվ binary format-ը ինքը կանի, խնդիր չկա, ընդհանրապես մենք main-ում եկը դնեմ, հեշտ հասկացվող է։ Using-ը սխալվել եմ, գնամ ուրիշ տեղ cut-off, using-ը ամենավերևն, այստեղ արդեն դրել է ինքը, շնորհակալություն։ Սա Visual Studio-ի վերջի վերսիաների առավելությունն է։ Նայում ենք մեր A class-ը։ A class-ը ունի երկու դաշտ եմ փորձել կատարել։ N-ը սովորական integer-ը, value type եւ կարող եմ դրել non-serialize S-ը։ Հիմա այս օբյեկտը սերիալիզացիա անելուց միայն N-ը կանի։ S-ը չի անի, որտեվ ասել եմ ես մեկը չեմ ուզում սերիալիզացիա անել։ Եկեք սերիալիզացիան նայենք, ֆունկցիայով է։ File stream out-ում ինչ որ բան է գրում, անում նա out, կարող է text-էլ դնել, չի խանգարի։ Եվ binary format-ը
այն դասնա, որը որ խորհուրդ չի տալիս արդեն իսկույն ինտելեկտը, հաստական բանականություն, ասում սրանով քորով թույլ չեն տալի, չի աշխատում, այդ հենց նայենք հարցին, քորով չի աշխատում սա։ Եվ ինչ ասում, սերիալիզե մեջը կա, այսինքն binary format-ը ունի սերիալիզացիա, որը ասում է այս ֆայլի տակ դու պահի օբյեկտը, եւ որ օբյեկտն է ինքը պահում։ Ինքը սերիալիզայի ժամանակ մենք մի սրան կանչելուց կտեսնենք, որ օբյեկտն է ինքը պահում։ Ուրեմն buffer գալիս է fs եւ ինքը return-ը անում կարճ ասած դեսերա, այստեղ բանը դեսերիալը ֆայլ, այստեղ ոնց որ տեղերը խառնած է։ Ես սերիալիզացիան էի ասում, ահա։ Այս սերիալիզացիան այս սերիալը անում ուղարկված օբյեկտն է վերցնում եւ ստեղ է կապում։ Այսինքն որ օբյեկտը իրան կուղարկեն, դիսով կվերցնի։ Թույլատրվում է արգումենտում դիս գրել, պարամետրում չէ։ Շատ լավ, դիսի օգտագործման լավ ձևերից նաեւ մեկը սա է։ Դիսով օբյեկտը կստանա, կտանի, կպահի սրա տակ, նույն օբյեկտը ամբողջությամբ կկարդա դեսերիալիզացիա տեխնոլոգիայով։ Պրոգրաման նայենք, main օբյեկտ A, այսի դիսը կդառնա, n-ին թիվ եմ տվել, կարևոր չի ընդեղ, string-ին կարանք տեղում բան ենք տվել, թե չէ։ Հիմա ես n-ին թիվ եմ տվել, այսինքն ստեղ մենք կունենանք, տեսնեմ, հա, n-ին թիվը տված է, թույլատրվում է։ Օբյեկտ n-ի public-ա թիվ ենք տվել, սերիալիզացիա ենք անում, n-ին թիվ ենք տվել, օբյեկտ 2 դեսերիալիզացիա, արդյոք մեզ 99 կբերի, թե 88, միանշանակ ինքը պետք է բերի բանը, ուրեմն փոխվածը, սենց է, n-ին տալիս ենք 88, բայց ինքը պահում է 99, փորձենք, տեսնենք ոնց է աշխատում, 99 տվեց, ես փոխեցի ինձ մոտ այսա, ուրա, այսա, բայց ինքը hard disk-ի վրա պահում է 99, իմ 88-ը չտվեց, այսինքն ինչ չտվեց օբյեկտ n-ը հիմա, օբյեկտ s-ն էլ ինձ մոտ երևի դատար կա, x-ա դրած, x-ը դենտեղ ես սերիալիզացիա չեմ արել, չեմ փոխել, ցուցադրման ժամանակ, այսինքն non serialized է եղել, ինքը չի գրել։ Պարզա, եթե ես սա հանեմ, երկուսն էլ սերիալիզացիա կստացվի, եւ 99xx-ը կտա, անուն էլ կտա, age-ն էլ։ Հիմա մնում է վերադառնանք, հավատանք, դա արդյոք մեզ մոտ կա ֆայլում, ֆայլը լինի երիկա, բավական, խնդրեմ, բավարար է։ Ահա։ Ալբը կա, կարևոր չի ինքը ինչա, ֆորմատը չի բերում, տեքստա ինչի, բայց մոտավորապես ինչ որ մի բան պահել է, կարևոր չի, ինքը սերիալիզացիայի տեխնոլոգիայի հետ մենք գործ չունենք։ Ահա, այդպիսի շատ լավ օրինակ։ Շարունակենք։ Առանց ամփոփելու նույնիսկ խորհուրդ ինչ հնարավոր է տալիս եք GPT-ին կամ DeepSeek-ին։ Հոյակապ բացատրում են։ Շատ մատչելի ու հայեր են։ XML սերիալիզեր։ Նշանակում է մենք DeepSeek-ից վերցնենք խորհուրդը, որը շատ ավելի արագ ստացա, քան ես ման էի գալիս, ենթադրենք տարբեր Google search-ով, շատ։ Էլ չեմ ասում գրականություններում, օպտի վերնագրերով նայեք, ահավոր շատ։ Ահա, հիմա ինքը խորհուրդ է տվել, որ այս ռանով կատարել։ Ես հիմա XML սերիալիզեի մի որևէ փոքր օրինակ կանեմ եւ կանցնենք ամենագլխավորը, որովհետեւ ամեն դեպքում տեքստային կապը համաշխարհային տվյալներում դա կամ JSON-ն է, կամ XML-ը, extension maker language, XML ֆորմատով թույլատրվում է, սա տեգեր են, որը հնարովի տեգեր են, վեբի չի, ոնց որ VPF-ը տեգ ունի իր XAML-ները, այնպես է այս տեգերը իր տեգերն է, բայց սա կոչվում է XML տեգեր, ստանդարտ ամբողջ աշխարհում, եւ ցանցի ծայրում Apple-ը, Android-ը, թե Microsoft-ը իրար հասկանում են։ Տվյալների փոխանցման լավ ֆորմատացումը։ Այս սերիալիզացիայի ժամանակ փակ դաշտերը չեն ընդգրկում սերիալիզացիայի մեջ։ Շատ լավ։ Կարող օգտագործել binary ֆորմատը, ինչպես binary կամ S ֆորմատներում սխալ ասեցի։ Ինչպես այս ֆորմատներում օգտագործում են փակ դաշտերը, ոնց որ թույլատրելի չէ։ Ատրիբուտներ կային, ատրիբուտներն էլ են սենց աշխատում։ Ընդամենը copy paste եւ օրինակի հետևում։ Ես core ունեմ այստեղ, core-ով կանենք իրեն։
նայենք, ինքը անունի տարածք ունի ոչ մի խնդիր, ինքը XML serialize class-ից կօգտվի ոչ մի խնդիր, օբյեկտը persona կվերցնենք մեզ մոտ, XML-ը մեզ պետք է գալու string-ով տեսողության համար, եւ հիմա մենք serialization կանենք։ Մուրա իմ մոտ persona։ Persona ինչ ունի։ Թույլատրում է serialization, ունի անուն, առաջի անուն, երկրորդ անուն եւ age։ Անուն, ազգանուն եւ տարիք։ Using-ը դա տեխնոլոգիա է, որը անցել ենք։ Using-ը անցել ենք garbage collector-ում։ Անցել ենք, այսպես ասած, dispose համակարգի մոռանալու դեմեր եւ չղեկավարվող ռեսուրսները, իսկ input-output-ը մաքուր չղեկավարվող է։ Garbage collector-ը չի կարող իրան ջնջի։ Միայն ծրագրավորողը իրավունք ունի։ Ծրագրավորողն էլ using-ը, որը ոչ մի կապ չունի using-ի հետ, ինքը բան անում, ասում է կիսի արտահայտություն եմ արել։ Սկլերոզի դեմ է ծրագրավորողի։ Using-ը արեց, վերջացրեց, ռեսուրսը ազատում է։ Dispose-ը կանչում առանց իմ կանչերով, առանց delete-ի, առանց close-ի, վերջը, առանց dispose-ի, ես չեմ անում disposable տեխնոլոգիան։ Using-ը այս լրիվ իր հատուկ անուն ունի։ Ինքը ասում է, այս օբյեկտը գտնում է իմ հովանավորության տակ որպես ռեսուրս, սա սերիալիզացիայի հետ բացարձակ կապ չունի։ Persona ունի անուն ազգանուն, Ալբերտ Էյնշտեյն 72 տարեկան, ժամանակա կարող է հեռացել, չեմ անում, սերիալիզացիա ենք անում, եւ X-ով, տեսեք X-ի տալիս ենք, այսինքն բացի որ ես սերիալիզացիա եմ անում այնտեղ, ես իրան նաեւ այս սամպի չեմ գրում, որ ես կարդամ։ Պարզա որ ես նաեւ հիմա կտեսնենք, մենք մի ուրիշ տեխնոլոգիաներում կփորձենք նաեւ input-output-ը save անել, ինչ որ միտեղ հանդիպում է, չեմ հիշում որտեղ։ Վերջ, ուրեմն ստացվեց, որ ծրագիրը կգա, սերիալիզացիա կանի իմ hard disk-ում, սխալ ասեցի, իմ օբյեկտում, այս սերիալիզացիա օբյեկտում, այսինքն ես հիմա սերիալիզացիա եմ անում XML-ով, hard disk չի գնում, սխալ ասեցի։ Հենց հիմա XML եմ օգտագործում, արտաքին input-output չեմ տեսնում։ Մենակ string write կա, որը որ իմ RAM-ում է կատարվում, եթե ես անուն դնեի, ֆայլ բացեի, կգներ անտեղ։ Հիմա ես XML սերիալիզացիա եմ անում իմ RAM-ի տարածքում, այսինքն սրա տակ։ Եվ հետո կարդում եմ write line եմ անում XML-ը եւ դեսերիալիզացիա եմ անում, այսինքն ես իրան վերածում եմ իմ ուզած անուն ազգանունի։ Այս անուն ազգանունները սերիալիզացիա կգնա, կգրվի ստեղ, ցուցադրվի ինքը XML տեգերով մեծ հատված է եւ դեսերիալիզացիա անելուց հետո ես իրան կվերցնեմ եւ ցուցադրեմ անուն ազգանունը արդեն որպես մեր կլասի օբյեկտի անուն ազգանուն եւ տարիք։ Այդքանը։ Դա բացատրությունը, սա էլ ծրագիրը։ Խնդրեմ, ծրագիրը կաշխատի հիմա եւ ոչ մի վտանգ չունենք։ Ինչ արեց, այստեղ սերիալիզացիայի ժամանակ namespace-ը տալիս է, որ վերսիան է եւ անես, XML-ի ստանդարտներից է, ինքը person տիպի tag է բացում, person-ը փակում է, person-ի մեջ է ամբողջը մտցնում, այստեղ ցույց է տալի ինչ library-ներ, ինչ namespace-ներից օգտվում, բացարձակ մեր գործը չի, tag-երի տեխնոլոգիա կարևոր է։ XML-ն ասում է փակող tag իր բացող փակող տեղերում գրում ենք Ալբերտ, գրում ենք Էյնշտեյն եւ գրում ենք 72։ Այս կողքինները դա բացող փակող փակագծեր են XML ֆորմատով։ Բայց սա աշխարհում բոլորին հասկանալի է, որ ես տեղափոխում եմ Ալբերտ բառը, Էյնշտեյն բառը եւ H տարիքը։ Այս ստանդարտով ես կարող եմ հանգիստ input-output անել, այսինքն ուղարկել եւ ստանալ։ Սա ոչինչ չկա։ Մեզ ցուցադրեց այս XML-ը որպես XML ֆորմատ, իսկ սա ցուցադրեց, որ ես դեսերիալիզացիայից հետո կստանամ այն, ինչ ես ուզում եմ։ Եվ այդ ինչ ես ուզում եմ, այստեղ դրված է Ալբերտ Էյնշտեյն 72։ Ոնց որ ես ուղարկեցի ուրիշ աշխարհ, այդ աշխարհում այս Ալբերտ Էյնշտեյնը տվյալները ստացան։ Եթե ամփոփենք, ապա ասենք, որ սերիալիզացիա դեսերիալիզացիան հզոր համակարգ են օբյեկտները ամբողջությամբ իր տվյալների մասը պահելու արտաքին սարքերում, արտաքին միջավայրում, այսինքն ուղարկել input-output համակարգ։